Փետրվարի 2-ին Նինոց Մինդայի հիվանդանոցում անցկացվեց թոքաբանի խորհրդատվություն ու սպիրոմետրիայի հետազոտություն։ Այստեղ էին հավաքվել տարբեր ախտանիշներով քրոնիկ կրկնվող հազ շնչառության դժվարացում, սուլիչ շնչառություն, օդի անբավարարության զգացում, աշխատունակության նվազում, քրոնիկ հազ, քիթ և այլ անհանգստություններ ունեցող մարդիկ։ Հիվանդանոցը մարդաշատ էր։ Բժշկուհի Աննա Լևիձեն աշխատում էր վաղ առավոտից։ Չէ, կա։ Այնց այեքատ գիտան սկալեսոտ։ Խորխի մաքսիմում դա դիգիրոդինը թարա։ Ռոքթվածանը այս նացվի ցալիան կիլովի արածություն։ Թողաստուկեմիա։ Ատկիան դրամե։ Խվելա ու մետեսը դրամիսաուս։ Իբե խորաշը չփաշե։ Փաշե։ Որեսկի փեչե։ Փեչե։ Միրեսկի քաշը, շունչ քաշը, քաշը, որեսկի փեչը։ Կամելա նախեթ ինգելոն դեյտը մեջնախեթ Ինչպես անցյալ անգամ իր խոսքում նշեց բժշկուհի Աննա Լևիձեն, Նինոց Մինդան այն քաղաքն է, որտեղ համեմատական կարգով քիչ են թոքային լուրջ խնդիր ունեցող մարդիկ, բայց այնուամենայնիվ կարևոր է նմանատիպ հետազոտությունը։ Թոքաբանական հիվանդների ընդունումը սկսել ենք անցյալ տարվա ամռանից, հունիս ամսից։ Այդ ժամանակվանից ի վեր պարբերաբար ժամանում եմ խորհրդատվությունների համար։ Ընդունում ենք պացիենտների, իրականացնում ենք սպիրոմետրիկ հետազոտություններ, հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում և գնահատում բուժման արդյունավետությունը։ Կարող եմ վստահությամբ ասել, որ մեր կատարած յուրաքանչյուր քայլ միտված է պացիենտների առողջության բարելավմանը և տալիս է դրական արդյունքներ։ Պացիենտները հիմնականում դիմում են շնչառական համակարգի քրոնիկ հիվանդություններով, քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդությամբ, ասթմայով, բրոնխիտներով և շնչառական համակարգի այլ խնդիրներով։ Առաջին հերթին գնահատում ենք պացիենտի ընդհանուր վիճակը, եթե հնարավոր է, նշանակում ենք տնային բուժում, համապատասխան ցուցումներով։ Իսկ այդ դեպքում, երբ պացիենտի վիճակը պահանջում է ավելի լուրջ հսկողություն, կազմակերպվում է ստացիոնար բուժում նույն կլինիկայում։ Մեր շրջանը գտնվում է բարձրադիր լեռնային գոտում, ու ոչ բոլորն են հետևում իրենց առողջությանը։ Այդ իսկ պատճառով հաճախակի են այստեղ անցկացվում նմանատիպ հետազոտություններ։ Սա հնարավորություն է մեր բնակչությանը ժամանակին հետազոտվել և հնարավորինս արագ կանխել այն։